Աստոր Պիացոլան Առնո Բաբաջանյան համերգասրահի բեմում հնչում է հայ-իտալական նորաստեղծ խմբի կատարմամբ։ Խումբ, որը ձևավորվել է երաժշտական պրոդյուսեր Նիկա Բաբայանի նոր առիթ երաժշտական նախագծի շրջանակում։ 3 իտալացի եւ 2 հայ երաժիշտների միավորման արդյունքում ստեղծվել է Պիացոլա Size օրկեստրը, որն այսօր աշխարհում ամենատարածված ձևաչափերից մեկն է։ Ստեղծագործության եւ կյանքի վերջին շրջանում Պիացոլան եզրակացրեց, որ փոքր խմբերի կազմում լավագույն հնչողությունը ստեղծում է 5 գործիքների՝ դաշնամուրի, գիտարի, ակորդեոնի, ջութակի եւ կոնտրաբասի համադրությունը։ Նորաստեղծ խումբը նվագում է հենց այս ձևաչափում։ Խմբի հիմնադրին գրավել է իտալացի երաժիշտների կատարողական վարպետությունն ու բազմաժանրությունը։ Շատ արժեքավոր երաժիշտներ են, նվագում են այն ինչ որ ինձ շատ դուր գալիս մի կողմից Պիացոլա եւ այլ տիպի արգենտինյան երաժշտություն, մյուս կողմից նվագում են ջազ, իմ սիրած ջազը եւ այն էլ ամենահետաքրքիր ոճերից մեկը, որը կոչվում է ջիպսի ջազ։ Խմբի առաջին համերգը տեղի ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ գործակցությամբ։ Համերգային հագեցած ծրագիրը ներառում է հռչակավոր հեղինակների, ժամանակակից կոմպոզիտորների եւ ազգային երաժշտարվեստի մեծերի՝ Կոմիտասի Սայաթնովայի, Աստոր Պիացոլայի, Էննիո Մարիկոնեի, Նիկոլայ Կապուստինի ստեղծագործությունների հատուկ մշակումները։ Իտալացիները խոսում են հայկական երաժշտական հայտնությունների մասին։ This is a new world, of course, the world of Կոմիտաս։ Մեզ համար սա մի նոր աշխարհ է, Կոմիտասի եւ այլ հայ կոմպոզիտորների աշխարհը։ Մեծ հաճույք է նվագել այս հրաշալի երաժշտությունը, որը շատ ավելի է հարստացնում մեր նախագիծը։ Մեր կատարումները հայ երաժիշտների հետ փառահեղ են հնչում եւ հույս ունեմ, որ մեր գործակցությունը լավ ապագա ունի։ Չնայած կարճատև փորձերին ու ժամանակի սղությանը, երաժիշտները միմյանց հասկացել են առաջին իսկ նոտաներից։ Հենց առաջի րոպեներից, երբ մենք սկսեցինք փորձը, ես հասկացա, որ շատ բարձր մակարդակի պրոֆեսիոնալ երաժիշտներ են եւ ամենակարևորը, որպես մարդ տեսակ, շատ հասարակ եւ հեշտ կոնտակտի գնացող երաժիշտներ են։ Շատ ուրախ եմ, որ այս նոր անսամբլը ստեղծվել է եւ կարծում եմ ապագա ունի, որովհետեւ ես զգացի, ինչ հեշտ ենք մենք իրար զգում, նույն մթնոլորտն ենք շնչում, կարելի ասել։ Եվ չնայած առիթ նախագծի միջազգային շնորհանդեսը Երևանում էր, բայց խմբի պրոդյուսերն արդեն նրանց արտասահմանյան հյուրախաղերի հնարավորությունն է քննարկում։ Առաջինը կլինի Միացյալ Նահանգներում, ապա նաև Իտալիայում եւ Ավստրիայում։ Մոնե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։